Եղբայրներ եւ քույրեր, շարունակենք մեր քարոզաշարքը, որ վերնագրված է ուսուցում հոգևոր եւ ֆիզիկական աշխարհի մասին։ Սա կարևոր ուսուցում է, որովհետեւ մեր հավատքը չլինի երևակայական լոկ, այլ սուրգրային ճանաչողության հիման վրա։ Ցավոք սրտի շատ քրիստոնյաներ ունեն հավատք, բայց չունեն ճանաչողություն։ Տիրոջ խոսքը մեզ հորդորում է կարևորել, ուսումնասիրել եւ ճանաչել։ Քննեցեք գրքերը, Հիսուսն ասաց։ Սա շատ կարևոր է, որովհետեւ մեր հավատքը երևակայական չլինի, վերացական չլինի եւ զգացական չլինի, որովհետեւ երևակայական, վերացական, զգացական հավատքը խոցելի է։ Հեշտ խոցելի է չարի կողմից։ Զգացմունքները տատանվում են, հավատքը դառնում է խոցելի։ Ուրախ ես Աստծուն փառք ես տալիս, կյանքում մի բան այն չի լինում, տխրում ես, նեղանում ես Աստծուց։ Երևակայությունը մեր պատկերացումներն են։ Եվ եթե մենք քննության ենթարկենք շատ հավատացյալների հավատքի հիմքերը, կտեսնենք շատերի մոտ սեփական պատկերացումների հիման վրա է կազմված իրենց հավատքը։ Ուստի, որպեսզի թերի եւ անհիմն չլինի մեր հավատքը, կարևոր է այս ուսուցումները, կարևոր է ճանաչողությունը։ Ես հասկանում եմ, գուցե այն այդքան չի անդրադառնում մեր առօրյա կենսական խնդիրներին, մենք կուզենանք լսել այնպիսի բաներ, որոնք որ մեր առօրյա կենսական խնդիրների մասին են, որ մի քիչ ավելի հույս ունենանք, մի քիչ ավելի ոգևորվենք, մի քիչ ավելի ճնշված, նեղված ժամանակ հավատքը մեր զորանա, այո, դա էլ է կարևոր։ Բայց լինել աշակերտ չի նշանակում միայն հետևորդ լինել սպառողական քարոզչության, այսինքն այն քարոզներին, որոնք որ բավարարում են մեր առօրյական խնդիրները։ Մենք խոսեցինք, որ շատ կարևոր է հետաքրքրված լինել, ճանաչել հոգևոր աշխարհի կառուցվածքը։ Ինչու, որովհետև ուշ թե շուտ մենք առերեսվելու ենք դրա հետ։ Եվ այս երկրավոր կյանքի ընթացքում եւ նաեւ մահվան այդ սահմանագծից այն կողմ։ Եթե այս ուսուցումները, այս քարոզչությունը, այս խոսքը, Աստվածաշունչը ճշմարտություն չէ, մեր այս գիտելիքները, մեր այս ճանաչողությունը գուցե օգուտ չտան մեզ մահվան շեմից այն կողմ, քանի որ եթե այն ճիշտ չէ, ուրեմն այդ շեմից այն կողմ էլ չկա ոչինչ։ Բայց ոչ վնաս։ Բայց եթե ստացվի, որ այս ուսուցումները այն ինչ որ Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է հոգևոր աշխարհի գոյության մասին, մահվան սահմանագծից այն կողմ գոյություն ունեցող աշխարհի մասին, մենք ուրեմն առերեսվելու ենք այդ իրականության հետ։ Եվ կրելու ենք հետևանքները։ Ուստի կարևոր է հետաքրքրված լինել, կարևոր է ժամանակ հատկացնել, կարևոր է այն մի կիրակին, որ կարող ես տունը մնալ, կարծես թե հանգստանալ եւ այլն, ոչինչ վերկաց արի Տիրոջ տուն, արի եկեղեցի, արի Աստծո տուն, կրթիր քեզ, մարզիր քեզ, սովորիր, ճանաչիր, որտեղ միանշանակ այն հավիտենական նշանակություն է ունենալու քո կյանքի համար թանկագինս։ Այն
մատերիալիստական կյանքը, նյութական կյանքը, որը մենք շատ անգամ նախընտրում ենք, ինքը ժամանակավոր ազդեցություն է թողնելու մեր կյանքի որակի վրա, կարճ ազդեցություն։ Բայց այս հոգևոր հարստությունը, որ մենք ձեռք ենք բերում Տիրոջ տան մեջ, Աստծո եկեղեցում, այն խորը ազդեցություն է թողնելու եւ մեր երկրավոր կյանքի վրա եւ մեր հավիտենության վրա։ Ուստի գնահատենք այս պահերը, կարևորենք այս պահերը, ժամանակ տանք, մեր միտքը, մեր ուղեղը լարենք, աղոթենք, որ Տեր այդ հոգևոր լույսը ուղղի դեպի մեզ եւ մենք հասնենք այդ ճանաչողությանը։ Որովհետեւ սա է մեր շահը այս աշխարհի կյանքում։ Ինչ էլ որ շահես, միևնույն է, այն չես կարող դեպի հավերժություն տանել։ Տեր Հիսուսն ինքը ասաց, ում է պետք որ մարդը շահի ամբողջ աշխարհը։ Ինչ է նշանակում շահի ամբողջ աշխարհը։ Նշանակում է աշխարհի ողջ փառքը, աշխարհի ողջ հարստությունը, աշխարհի գանձերը, բայց ասում է, բայց իր հոգին կորցնի։ Ում է պետք։ Եթե շահեցիր ամբողջ աշխարհը, նրա փառքը, նրա հարստությունը, բայց հոգիդ կորցրեցիր։ Այսօր ամենա ապահով, ամենապաշտպանված, ամենափառավոր եւ ամենահարուստ մարդիկ խոցելի են մահվան առաջ։ Այս գիշեր հայտարարվեց, երեկոյան արդեն հայտարարվեց, որ իրապես Իրանի հոգևոր առաջնորդը Այաթոլլահ Խամեյնին սպանվել է։ Ինչ խորը բունկերում, որ պաշտպանված էր, քիչ թե շատ ապահով էր, վերջացավ այդ շրջանն էր վերջը 40 տարի, գրեթե 40 տարի քիչ պակաս ղեկավարելուց հետո կրոնական այդ մեծ առաջնորդը սպանվեց ի ուրախություն ոմանց եւ ի տխրություն ոմանց։ Բայց վերջ որքան էլ պաշտպանված լինես, որքան էլ հզոր լինես, աշխարհի ամենահզոր զենքերն էլ անգամ ունենաս, միևնույն է խոցելի ես եւ չկա մեկը, որ այս մարմնի մեջ լինելով ինքը կարող է երաշխիքներ ունենա ապահովության եւ պաշտպանության։ Ուստի սա շատ կարեւոր ճշմարտություն է, որ մենք պետք է պրպտենք, հետաքրքրված լինենք հոգեվորով։ Աստված այս խելքը, այդ միտքը, այդ բանականությունը, որ ինձ ու քեզ տվել է, ոչ միայն տվել է, որ մենք նյութական շահ ձեռք բերենք այս աշխարհում, այլ տվել է նաև հոգևորը փնտրելու, հոգևորը պրպտելու։ Որքան մենք գնում ենք նյութեղենի հետևից, այնքան մեր մեջ ավելի գլուխ են բարձրացնում մեր անասնական բնազդը։ Կենցանական հողեղեն, քանի որ մարդը հողու եւ հոգու միասնություն է։ Այնքան մենք փափագում ենք բավարարել մեր բնական, մարմնական պահանջները, կամ ցանկությունները, կամ կրքերը, հոգևոր պրպտումները, հոգևոր ուսուցումների հանդեպ հետաքրքրությունները հարստացնում են մեր ներաշխարը, հարստացնում են մեր հոգին եւ մեզ դարձնում են շատ ավելի ամուր եւ կուռ, որովհետեւ մարդ ոչ միայն հացով կապրի, այլ նաև Աստծո խոսքով։ Ուստի նա, որ միայն հետաքրքրված է հացով, նա կիսատ կյանք է ապրում։ Հետաքրքրվենք, գանք, ժամանակ հատկացնենք, ոչինչ հոգնածենք, ոչինչ մի քիչ այս, մի քիչ այն, գանք Տիրոջ տուն, ճանաչենք։ Երկրորդ մենք խոսեցինք, որ հոգևոր աշխարհը արձագանքում է այն ամենին, ինչ կատարվում է նյութականում։ Ինչ որ կատարվում է նյութական աշխարհում, անպայման իր արձագանքն է գտնում հոգևոր աշխարհում։ Հոգևոր աշխարհը եւ նյութական աշխարհը իրարից հեռու չեն։ Այնպես չէ, որ մեկը մյուսից անտեղյակ է։ Կամ դրանք գիտեք ինչ հունական դիցաբանության պես չէ, որ աստվածներն ունեն իրենց
կրքերով լի կյանքը եւ առանձնապես մարդկանցով հետաքրքրված չեն եւ եթե հանկարծ փորձեր Պրոմեթեվսը հետաքրքրված լիներ մարդկանց պետքերով եւ կարիքներով կարժանանար այսպես պատիժների թե նրանք ով են որ մի հատ էլ հետաքրքրված ես այն փոխկապակցված է նյութական աշխարհը եւ հոգեվոր աշխարհը իրար հետ փոխկապակցված են եւ այն ինչ որ տեղի է ունենում այստեղ անպայման իր արձագանքն է գտնում հոգեվոր աշխարհում եւ ինչ որ տեղի է ունենում հոգեվոր աշխարհում այն անպայման իր արձագանքն է ունենում նյութական աշխարհում Պողոս առաքյալը ասում է մեր պատերազմը մարմնի եւ արյան դեմ չէ եւ շեշտում է այդ հոգեվոր իշխանություններ եւ այլն այսինքն այս նյութական աշխարհում մենք պատերազմ ունենք հոգեվոր աշխարհի դեմ դիվային աշխարհի դեմ Սուրբ Գիրքն ասում է մարդ ինչ որ ցանի այն էլ կհնձի Սա նշանակում է մեր գործողությունները այս նյութական աշխարհում անպայման վերադարձվում են, անպայման ետ են գալիս։ Հիմա այլ կրոններում դա գուցե կոչվում են կարմա, թեև կարման մի փոքր այլ գաղափար է, քան քրիստոնեական այս միտքը, բայց որոշ նմանություններ կա, այսինքն փոխադարձվում է։ Նաև մենք խոսեցինք, որ հոգևոր աշխարհում չկա ժամանակ, տարածություն եւ մատերիա։ Սրա մասին բավական անցյալ կիրակի խոսել ենք, կարիք չունեմ կրկնելու, հավանաբար դեռ հիշում ենք, որպեսզի ժամանակ մնա նաև այսօրվա քարոզին, նաև մենք խոսեցինք, որ հոգևոր աշխարհը ունի պատեր եւ առաստաղներ։ Սուրբ Գիրքը ուսուցանում է, որ Աստծո առաջ ամեն բան հայտնի է, ամեն բան բաց է եւ չկա ծածուկ բան, որին էլ պետք է տրվի մեր հաշիվը։ Չկան թաքստոցներ, չկան պատեր, չկան առաստաղներ։ Բաժանող պատեր գոյություն չունեն։ Եվ ամեն բան հայտնի է հոգևոր աշխարհի համար, այն ամենը ինչ որ կա նյութական աշխարհում, անգամ մեր կաղապարված մտքերը, որոնք հայտնի չեն մարդկանց, հայտնի չեն նյութական աշխարհի այլ ներկայացուցիչներին, անգամ մեր կաղապարված մտքերն են ընթեռնելի կարդացվող հոգևոր աշխարհի համար։ Սա զգոնության կոչ է մեզ համար։ Հոգևոր աշխարհի մասին շարունակում ենք մեր ուսուցումները։ Ղուկասի ավետարան կարդանք 9-րդ գլուխ 28-ից 36-րդ համարները։ Այս խոսքերեն գրեթե 8 օր ետքը Պետրոսն ու Հովանեսը եւ Հակոբոսը առնելով լեռը ելավ աղոթ քանելու։ Երբ ինքը աղոթ կներ, իր երեսին տեսքը ուրիշ կերպ մը եղավ եւ իր հագուստը ճերմակ ու փայլուն եղավ։ Ահա երկու մարդիկ իրեն հետ կխոսեին, որոնք Մովսեսն ու Եղիան էին։ Փառքով երևցած եւ անոր այս կյանքեն ելնելու վրայով կխոսեին, որ Երուսաղեմի մեջ պիտի կատարվեր։ Պետրոս եւ անոր այդ եղողները քունով ծանրացած էին, երբ արթնացան տեսան անոր փառքը եւ այն երկու մարդիկը, որոնք անորքով կեցել էին։ Երբ անոնք զատվեցան Հիսուսի քովեն, Պետրոս ըսավ Հիսուսին. «Վարդապետ, աղեք է որ հոս կենանք ու 3 խրճիթ շինենք, մեկը քեզի, մեկը Մովսեսին, մեկը Եղիային, վասնզի չեր գիտեր թե ինչ կխոսեր»։ Երբ անիկ այս բաները կխոսեր, ամպը եկավ եւ անոր վրա հովանի եղավ, ամպին տակ մտած ատենին վախցան։ Ձայնը եկավ ամպեն լսելով, ասիկա է իմ սիրելի որդիս, ատոր մտի կրեք։ Երբ այն ձայնը լսեցին,
Հիսուս մենակ մնաց։ Իրենք հա լուր կեցան եւ իրենց տեսածներեն այն օրերը մարդու բան մը չպատմեցին։ Ամեն։ Եվս մեկ ճշմարտություն, որ ցանկանում եմ ձեզ փոխանցել հոգևոր աշխարհի վերաբերյալ, սա է հոգևոր աշխարհը չունենալով ժամանակի եւ տարածության սահմանափակում կարող է մուտք գործել նյութական աշխարհ։ Քանի որ նա չունի ժամանակի եւ տարածության սահմանափակում։ Ի հետևություն այն ամենի, ինչ միջև հիմա լսեցինք, մենք տեսնում ենք նաեւ այս ճշմարտությունը, որ քանի որ չկա տարածություն եւ չկա ժամանակ եւ չկա մատերիա, հոգևոր աշխարհը կարող է մուտք գործել նյութական աշխարհ։ Եվ այս պատմությունը դրա վառ օրինակն է։ Մենք տեսնում ենք, որ հոգևոր աշխարհից մուտք է գործվում նյութական աշխարհ։ Մենք այս պատմությանը նայելով հիմնականում միշտ ուշադրություն ենք դարձրել կենտրոնում միշտ Քրիստոսն է, եւ դա այդպես պետք է լինի, չէ՞։ Նրա այլակերպությունը, նրա պայծառակերպությունը, իր աստվածային փառքը հայտնությունն է սա եւ այլն։ Բայց եկեք ուշադրություն դարձնենք այսօր նաեւ այս երևույթին, որ Եղիան եւ Մովսեսը, որոնք որ ապրել են դարեր առաջ եւ իրենց մահկանացուն են կնքել, ոչ Եղիան իհարկե, որտեվ Եղիան կենթանի կերպով ապշտակվեց, բայց դարեր առաջ ապրած մարդիկ կարողանում են ճամփորդություն կատարել դեպի նյութական աշխարհ։ Սա ապշեցուցիչ իրողություն է եւ ապշեցուցիչ իրողության ականատես եղան երեք աշակերտները։ Նրանք տեսան հոգևոր եւ նյութական աշխարհի միջև եղած այս պորտալը։ Զարմանալի մի ապշեցուցիչ բանի ականատես եղան։ Մի բան, որը որ փակ է սովորաբար մեր աչքերից եւ մեր աչքերը դա չեն տեսնում, սակայն Աստծո նախախնամությամբ նրանց տրվեց մի մեծ շնորհ տեսնելու այդ պորտալը, որ նախ հոգևոր աշխարհի իրականություն է, երկրորդ այն, քանի որ դուրս է չկա այնտեղ տարածություն եւ ժամանակի սահմանափակում, նա կարող է մուտք գործել նյութական աշխարհ։ Սա միջտարածաչափային ֆանտաստիկ ճամփորդություն էր հոգևոր աշխարհից դեպի մատերիա։ Մեզ համար սա ֆանտաստիկայի ժանրից է, բայց այն իրականություն էր։ Ինչի մասին էին խոսում նրանք։ Երկու մարդիկ իրեն հետ կխոսեին, որոնք Մովսեսն ու Եղիան էին, փառքով երևցած, եւ անոր այս կյանքեն ելնելու վրայով կխոսեին, որ Երուսաղեմի մեջ պիտի կատարվեր։ Նրանք խոսում էին Հիսուսի հետ մի բանի մասին, որը աշխարհից վրա դեռ չէր իրականացել, սակայն հոգևոր աշխարհում այն իրականացած փաստ էր։ Պիտի կատարվեր Երուսաղեմի մեջ, բայց նրանք խոսում էին Հիսուսի հետ դրա մասին որպես կատարված իրողություն։ Այսինքն նրանք վկաներ էին այն ամենի, ինչ եղել է արդեն։ Եվ մենք հետո կտեսնենք, որ Սուրբ Գրքում դա փաստվում է, որ դա այդպես է։ Սա խոսում է նրա մասին, որ
նրանք ժամանակից դուրս էին։ Եթե երկրից վրա դա դեռ պետք է կատարվեր, հոգևոր աշխարհում դա արդեն կատարված էր։ Եվ դրա մասին էին վկայում, դրա մասին էին խոսում։ Եթե դու դեռ մաքարումների մեջ ես, եթե դու դեռ պայքարների մեջ ես, եթե դու դեռ նեղությունների մեջ ես, եթե դու դեռ գնում ես դեպի հաղթանակի պսակը, Աստված քեզ արդեն տեսել է հաղթանակած եւ Աստված քեզ արդեն տեսել է փառքի պսակը ճակատիդ։ Սա շատ հետաքրքրական է։ Ոստի եթե Եղիան ու Մովսեսը ասում են այն ինչ որ պետք է տեղի ունենա, նշանակում է որ նրանք տեսել են արդեն այդ տեղի ունեցածը։ Մենք դեռ չենք տեսել։ Հովհաննեսը չէր տեսել, Պետրոսը չէր տեսել, Հակոբոսը չէր տեսել։ Եթե նրանք հետևություն անեին Եղիայի ու Մովսեսի ասածներից, կարիք չէին ունենա Գեթսեմանիում վախենային ու ճողոպրեին ու փախչեին, գոնե Պետրոսն ու Հակոբոսը, Հովհաննեսը չփախավ, կամ մնաց Հիսուսի մոր հետ։ Եթե հետևություն աներ Պետրոսը այս խոսքերից, գոնե կհաղթահարեր այն փորձությունը, որ Գավիթում վարվող կրակի մոտ անցավ նա եւ չկարողացավ հաղթել այդ փորձությունը եւ ուրացավ Հիսուսին։ Աստված շատ բաներ մեզ հայտնում է այսօր, թանկագին եղբայրներ եւ քույրեր, որովհետեւ մենք ապավինենք այդ խոսքերին ու այն հաստատուն վեմ դառնա մեր այս երկրավոր կյանքի համար։ Որ վաղը մյուսօր, երբ որ գայթակղությունը գա, փորձությունը գա եւ այլն, չընկճվենք, չվախենանք, չուրանանք, չհրաժարվենք։ Դա մի հատ պորտալ էր դեպի այլ աշխարհ կամ գոյության այլ տարածաչափեր։ Կա այն գոյություն ունի։ Երեսունչորսերորդ համարը ասում է, երբ անիկա այս բաները կխոսեր, ամպը եկավ եւ անոնց վրա հովանի եղավ, ամպի տակ մտած ատեն վախեցան։ Աստծո ներկայությունն էր։ Այս ամպը շատ նման է 5 տակարանյան այն ամպին, որ հայտնվեց Մովսեսին, հայտնվեց Իսրայել ժողովրդին եւ նրանց առաջնորդեց դեպի Քանանու երկիր։ Նույն ամպի հայտնությունն է։ Աստված հայտնությունը, եթե Իսրայելի կյանքում եղավ հնգամատյանում, Թորայում, 5 տակարանյան առաջին 5 գրքերն են։ Դա հրյաների ավետարանն է, այսպես ասած, այն հավատի հիմքն է, որտեղ խոսում է Աստծո ներկայության մասին, այդ ամպի ներկայության մասին Իսրայել ժողովրդի հետ, որ առաջնորդում էր նրանց դեպի երազանքների երկիր եւ հորդորում էր, որ լսեին Մովսեսին։ Մենք այստեղ տեսնում ենք, որ այդ նույն ամպը հոգևոր աշխարհից մուտք է գործում նյութական աշխարհ եւ ասում է ահա ձեր Մովսեսը, նրան լսեք։ Եթե հետ են գնում 5 տակարան, էլի Թորա, հնգամատյան։ Մենք տեսնում ենք այնտեղ Մովսես մի մարգարեություն է անում, ասում է Աստված ձեր միջից իմ նման մի մարգարե է հանելու։ Ով էր այդ մարգարեն։ Եթե Իսրայելին պատվիրված էր Մովսեսին լսել,
Այստեղ մենք տեսնում ենք Աստված պատվիրում է Հիսուսին լսել։ Այդ նույն ամպի միջից։ Սա կապն է այդ հոգևոր աշխարհի եւ նյութական աշխարհի։ Երեսունին ասում է. «Ձայնը եկավ ամպեն ասելով Ատիկայիմ սիրելի որդիս, անոր լսեք»։ Աշակերտների համար գրված է, որ նրանք վախեցան, հետո ասում է, որ Հիսուսին ասում են, արթնացան, ասում են, վարդապետ աղեք է, որ հոս կենանք, 3 խրճիթ շինենք, մեկը քեզ, մեկը Մովսեսին, մեկը Եղիային, եւ ասում է, բասսի չէին գիտեր, թե ինչ են խոսում։ Նրանք չէին հասկանում ինչ է կատարվում։ Մի հատ խրճիթ շինենք քեզ համար։ Իրանք դեռ շարունակում են իրենց նյութական աշխարհին բնորոշ մտածելակերպով դատողություններ անել։ Չէին հասկանում ինչ են խոսում։ Բայց այդտեղ գալիս է Աստծո խոսքը նրանց։ Սա իմ սիրելի որդիս, նրան լսեք։ Ինչքան բաներ կա այս կյանքում, որ մենք չենք հասկանում։ Եվ պետք է բավականաչափ համեստություն, խոնարհություն ցուցաբերենք ընդունելու համար, որ մենք չենք հասկանում։ Շատ բաներ կա, որ մենք չենք հասկանում։ Անկամ շատ բաներ կա, հիմա որ խոսում ենք, դա էլ ամբողջությամբ չենք կարող հասկանալ։ Բայց մի կարևոր բան, որ պարտավոր ենք հասկանալ, այն է Հիսուսն է Աստծո սիրելի որդին, որին պետք է մենք լսենք։ Հոգևոր աշխարհի ճանաչողության մենք երբեք չենք կարող հասնել ամբողջական ճանաչողության այս երկրավոր կյանքում, բայց մի բանի կարող ենք հասնել՝ հնազանդության Աստծո որդուն։ Նրան լսել։ Այս լսել բառը նշանակում է հնազանդվել։ Ինչ ասում է լսիր։ Խոսում են, բայց չէին հասկանում ինչ էին խոսում։ Նորմալ է, որովհետև ֆանտաստիկ մի իրողության ականատես եղան, որովհետև միջ տարածաչափային այս ճամփորդության ականատես եղան։ Ուրիշ չափման միավորներ են այնտեղ գործում, այստեղ ուրիշ չափման միավորներ են գործում։ Ուրիշ աշխարհներ, ուրիշ ֆիզիկական օրենքներ են այստեղ գործում, այնտեղ ուրիշ օրենքներ են գործում։ Սրա խաչմերուկում հայտնվեցին 3 աշակերտներ։ Ու իրանց ուղեղը չկարողացավ սա վերլուծել, հասկանալ, ըմբռնել եւ այլն, խրճիթ շինեն քեզ, ինձ, բան եւ այլ, ինչ պարտադիր է խոսելը։ Երբեմն պետք է ուղղակի խոնարհեցնել սիրտը, միտքը Աստծո առաջ ընդունել, որ չենք հասկանում, չենք իմանում, Տեր, շատ բաներ չենք իմանում։ Բայց մի բան գիտեմ, որ Տեր Հիսուս Քրիստոսը նա է, ում ես պետք է լսեմ, ում պետք է հետևեմ, ում պետք է հնազանդվեմ։ Հաջորդ ճշմարտությունը, որ ցանկանում եմ ձեզ փոխանցել այսօր։ Շատ կարևոր։ Հիսուս Նազովրեցին հոգևոր աշխարհի միակ լիազոր դեսպանն է այս աշխարհում։ Հետևություն վերոհիշյալի, քիչ առաջ ինչ որ մենք ասացինք, ի հետևություն դրա պետք է ընդունենք, որ Հիսուս Քրիստոսը միակ լիազոր դեսպանն է հոգևոր աշխարհի այս նյութական աշխարհում։ Պատգամաբերներ, մարգարեներ, պատգամ փոխանցողներ շատ են եղել։ Պարզ մանկան շուրթերով Աստված կարող է խոսել եւ Աստված կարող է խոսել մեծ, հզոր, ընտրյալ ծառաների միջոցով։ Մովսես, Եղիա, Եսայի եւ շատ մարգարեներ։ Նոյ, Նահապետ, դրանից առաջ Աբրահամ։ Շատերի շուրթերով Տերը խոսել է եւ այսօր էլ Տերը կարող է խոսել մարդկանց հետ տարբեր իրավիճակներում, գործածելով մարդկային շուրթերը։ Նրանք կարող են դառնալ Աստծո ձեռքերում որպես պատգամաբերներ կամ messenger, պատգամ փոխանցողներ։
Հիսուս Քրիստոսը պատգամ փոխանցող չէր։ Հիսուս Քրիստոսը հոգևոր աշխարհի միակ եւ ճշմարիտ լիազոր դեսպանն է նյութական աշխարհում։ Այդ տիտղոսը ունենալով էր, որ նա համարձակությամբ հայտարարեց, ասելով. ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, ու ոչ ոք հոր մոտ չի գնա բացի միայն ինձնով։ Որևէ մեկ պատգամաբեր, որևէ մեկ մարգարե ես հարգանքով եմ վերաբերվում բոլոր ազգերին, բոլոր կանոններին, հարգանքով եմ վերաբերվում։ Եվ ես երբեք ոտնձգություն չեմ անի մարդկանց սխրություններին։ Բայց պիտի փորձեմ խոնար սրտով, խոնար վարքագծով հուշել, ուղղորդել մարդկանց, որ դեպի հոգևոր աշխարհ տանող, դեպի այն այդ պորտալը, այդ ուղին, այդ ճանապարհը դեպի այլ տարածաչափային միավոր միայն Հիսուս Քրիստոսն է։ Եվ նա դա ապացուցեց։ Նա դա ապացուցեց իր զոհով եւ իր հարությամբ։ Կողոսացիս նամակի մեջ մենք կարդում ենք առաջին գլուխ 12 համարից մինչև 20-րդ համարները շատ կարևոր խոսք։ Գոհանալով Հոր Աստծո, որ մեզ լույսի մեջ բնակող սուրբերին վիճակին մասնակից ըլլալու արժանացրեց, որ մեզ ազատեց խավարի իշխանությունից ու իր սիրելի որդին թագավորությանը փոխադրեց, որով մենք փրկություն ունենք իր արյունով, այսինքն մեղքի թողություն, որ աներևույթ Աստծո պատկերն է բոլոր ստեղծվածներուն անդրանիկը, վասնզի նրանով ամեն բան ստեղծվեցավ, ինչ որ երկինքն է, ինչ որ երկրի վրա կա, անոնք որ կերևան եւ անոնք որ չեն երևա։ Թե աթոռներ, թե տերություններ, թե պետություններ, թե իշխանություններ, բոլոր բաները անով եւ անոր համար ստեղծվեցան։ Անիկա ամեն բան է առաջ էր, ով։ Ամեն։ Եվ ամեն բան նրանով հաստատ կկենա։ Եվ անիկա է մարմնին, այսինքն եկեղեցին գլուխը, որ սկզբեն է մեռելներեն անդրանիկը, որպեսզի ինքը լինի ամեն բանի մեջ նախապատիվ։ Վասնզի հայրը հաճեցավ, որ աստվածության բոլոր լեցունությունը անոր մեջ բնակվի։ Եվ անով ամենքը հաշտեցնե իր հետ, ումով Հիսուս Քրիստոսով։ Խաղաղություն ունելով խաչի վրա թափած իր արյունով, թե երկրի վրա եւ թե երկնքի մեջ եղողները։ Ամեն։ Հիսուս Քրիստոսն է, որ բերեց հաշտություն երկրի վրա եղողների եւ երկնքի մեջ եղողների միջև։ Նա է միակ լիազոր դեսպանը։ Նա է, որ իր արյամբ, իր խաչով, իր տառապանքներով փրկագնեց մարդուն։ Փրկությունը ողջ մարդկության համար է, անկախ
սեռից, անկախ ազգությունից, անկախ ռասայից, անկախ գույնից, անկախ կրոնից, այս բաժանումները չկա Աստծո մոտ։ Սրանք դժոխքի համար են նախատեսված, նրանք հավիտենականության սխալ մեկնություններ են։ Աստված փրկություն է պատրաստել ողջ աշխարհի համար։ Փրկություն իրականություն է։ Միայն պետք է ընդունել, միայն պետք է հավատալ։ Հավատալ Տեր Հիսուս Քրիստոսին։ Այո, Աստված իր նախախնամության մեջ գիտե նախապես ով պիտի հավատա, ով պիտի չհավատա, իր նախասահմանությունը հիմնված իր կանխագիտության վրա։ Բայց սա չի նշանակում, որ Աստված փրկություն պատրաստեց միայն ղուժգիր արած պատահականությամբ իր ուզածների համար, ինչպես ոմանք տգիտաբար այսպես են սովորեցնում, նսեմացնելով Աստծուն։ Գանք Տիրոջը խոսքին։ Գոհանալով հոր Աստծուն է, որ մեզ լույսի մեջ բնակվող սուրբերու վիճակին մասնակից ըլլալու արժանացրեց, որ մեզ ազատեց խավարի իշխանությունից եւ իր սիրելի որդի թագավորությանը փոխադրեց։ Մենք մարտարարածներս ապրելով մատերիայի մեջ, նյութական աշխարհում կամ զինվորագրված ենք խավարի իշխանության կամ զինվորագրված ենք լույսի բանակին։ Լինելով նյութական աշխարհում մեղքով մենք պատկանում ենք խավարի տիրակալությանը, որտեղ հոգևոր աշխարհն էլ իր մեջ բաժանումներ ունի։ Խավարի տիրակալություն, ուր չկա Աստծո լույսը, ուր չկա Աստծո ներկայությունը, եւ լույսի տիրակալություն, որ է Աստծո իշխանությունը, Աստծո տիրակալությունը։ Մենք հավատքով, ապաշխարությամբ, զղջումով հրաժարվում ենք սատանայից, հավատալով Հիսուս Քրիստոսին մենք տեղափոխվում ենք լույսի իշխանություն։ Հոգևոր աշխարհ։ Երկնքի արքայությունը նախքան իրականություն կդառնա մեզ համար, այդ արքայությունը նախ պետք է մուտք գործի մեր կյանք, մեր ներսը, մեր սիրտը, Հիսուս Քրիստոսով։ Այսպես ենք մենք մասնակից լինում սուրբերի վիճակին։ Հասկանալի է։ Որ մեզ ազատեց խավարի իշխանությունից եւ իր սիրելի որդին թագավորությանը փոխադրեց։ Ազատողը Աստված է, մենք մեզ չենք կարող ազատել։ Ազատողը Աստված է։ Եվ փոխադրողն է Աստված, որով մենք փրկություն ունենք իր արյունով, այսինքն մեղքի թողություն։ Խավարի տիրակալությունից հոգևոր աշխարհ տեղափոխող զորությունը, ուժը փրկագնող Քրիստոսի արյունն է։ Այսինքն մեղքի թողություն։ Մենք հոգևոր աշխարհ մուտք ենք գործում, երբ մեր մեղքերը թողնվում են, մեր պարտքերը ներվում են։ Դրա համար անհրաժեշտ է զղջումն ու խոստովանությունը եւ հավատը։ Որովհետև Սատանան մեր վրա իշխանություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ մենք մեղքի տիրակալության տակ ենք։ Մեղքն է, որ դուռ է բացում սատանայի համար։ Հրաժարումը մեղքից, զղջումը եւ փրկության աղերսը, հավատով աղերսը, խոստովանությունն է, որ մեզ փրկագնում է, ավելի ճիշտ մեզ թողություն է շնորհում։ Հովհաննես Առաքյալը առաջին հովանամակի մեջ առաջին գլուխ 9-րդ համարն ասում է, եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ եւ արդար է նա մեր մեղքերին թողություն տալու
եւ մեզ սրբելու ամեն անիրավությունից։ Երբ որ թողված են մեղքերը, անձը հոգևոր աշխարհի տիրապետության տակ է մուտ գործում։ Որով մենք փրկություն ունենք իր արյունով, այսինքն մեղքի թողություն, որ աներևույթ Աստծո պատկերն է բոլոր ստեղծվածներուն անդրանիկը, Հիսուս Քրիստոսն է։ Աներևույթ Աստծո պատկերը եւ բոլոր ստեղծվածների անդրանիկը։ Վասնզի նրանով ամեն բան ստեղծվեցավ։ Այս անդրանիկ բառի մեկնությունն է, հա, Եհովայի վկաներն ասում են, տեսեք ինքն ստեղծված է, այնտեղ ինքը առաջինը ստեղծվել է եւ այլն։ Սա է նշանակությունը, վասնզի անով ամեն բան ստեղծվեցավ։ Ինչ որ երկինքն է, ինչ որ երկրի վրա կա, անոնք որ կերևնան եւ անոնք որ չեն երևնար։ Նրանով է ամեն բան ստեղծվել։ Ինչ որ երկինքն է եւ ինչ որ երկրի վրա կա, ումով է ստեղծվել։ Հիսուս Քրիստոսով։ Այն ինչ որ կա երկրի վրա եւ այն ինչ որ կա երկնքում, նրանով է ստեղծվել։ Ահավասիկ նրա Աստված լինելու, ահավասիկ Սուրբ Երրորդության խորհուրդը։ Նրանով է ստեղծվել, ինչ որ կա երկրի վրա եւ անոնք որ կերևնան եւ անոնք որ չեն երևա։ Հիմա տեսեք, անոնք որ չեն երևնար, թե աթոռներ, թե տերություններ, թե պետություններ, թե իշխանություններ։ Բոլոր բաները նրանով եւ նրա համար են ստեղծված։ Հոգևոր աշխարհն էլ ունի իր դասակարգումները։ Հրեշտակային աշխարհն ունի իր դասակարգերը։ Մեր հոգևոր հայրերը ասում են, որ հրեշտակային դասերը 7-ն են։ Սա հատուկ մի քարոզախոսություն է հրեշտակային դասերի մասին, սակայն այստեղ դրա մասին է հիշատակում աթոռներ, տերություններ, պետություններ, իմիջիալոց պետություն բառը, դա երկրավոր բառ չէ, դա հրեշտակային դաս է, որը կոչվում է պետություններ, թե իշխանություններ, բարձրագույն հրեշտակային դասեր գոյություն ունեն, քերովփեներ եւ սերովփեներ, որոնք իշխաններ են, որոնց գոնե մեկի մասին Միքայել իշխանի մասին է խոսում Դանիել մարգարեն։ 90-ականների սկիզբ ես հիշում եմ հավատացյալներ կային, որ ասում էին, «Էդի Միքայել Գորբաչովն է»։ Հիշում եք։ Այստեղ որովհետև ճակատին նշան կար, ասում էին, «Էդի Միքայել Գորբաչովն է»։ Եհովայի վկաներն ասում են, որ դա Հիսուսն է։ Այդ իշխանը, մեծ իշխանը ասում է, Միքայել մեծ իշխանը տեսա։ Դա այս իշխանի մաս, այս իշխանություններ, բարձրագույն իշխան է Միքայելը, որը հրեշտակապետ է։ Եվ ավելի բարձր ավելին, քան հրեշտակապետ։ Սրանք հոգևոր իշխաններ են։ Ես գիտեք ինչն է զարմանալին։ Երբ որ հայտնության գրքում Հովանեսը տեսավ հոգևոր աշխարհը, ընկավ հրեշտակի առաջ, որ երկրպագի նրան ասեց, ինչ ես անում, մի արա այդ բանը, մենք քո և քո եղբայրների ծառաներն ենք, այս հոգևոր իշխանները, նրանց ծառաներն են, ովքեր Քրիստոսի արյամբ փրկված սրբված են։ Դրանից հետո մենք հրա ուզենանք ես նյութական ես հողեղեն աշխարհին կարճած են եղունգներով ցած ապրենք բան մի քիչ անմտություն է։ Անիկա ամեն բաներ առաջ էր, ով Հիսուս Քրիստոս ամեն բանից առաջ էր։ Սկզբում էր բանը, չէ՞։ Նա ամեն բանից առաջ էր։
Եվ ամեն բան նրանով հաստատ կկենա։ Ինչ որ գոյություն ունի թե հոգևոր աշխարհում եւ թե նյութական աշխարհում հաստատուն է Քրիստոս Հիսուսով։ Նա պատգամաբեր չէ, նա մարգարե չէ միայն։ Նա է հաստատուն անողը նյութական աշխարհի եւ հոգևոր աշխարհի։ Կարևոր է ճանաչել ով է Քրիստոս։ Սրանից մի 34 տարի առաջ մեր շենքի դիմաց ավտոբուսի կանգառ կա, որտեղ որ ես ապրում էի առաջ, իմ ծննդավայրը, մի պապիկ ուզում էր ավտոբուսից իջներ, բայց չէր կարողանում։ Ես նկատելով արագ քայլերով վազեցի եկա եւ ձեռք տվեցի, որպեսզի պապիկին օգնեմ, որ իջնի։ Պապիկը շատ ծանր քայլերով, այդ իր փայտով մի կերպ ավտոբուսը սպասում է, մի քիչ արագացրեք, բան այնտեղից վարորդի ձենը եւ այլն, ժողովուրդը այդ բիձան եւ այլն, այսպես։ Ինքն էլ դողդողալով, պապիկ այսպես հազիվ ոտքը գցեց մի քիչ բարձր էին այն ժամանակ ավտոբուսները, հիշում եք, ի կառույցներ կային այսպես բարձր, բավական պետք է ամուր լինեիր Բարսելոնա լիշնելու համար, վերջը պապիկին օգնեցի իջավ, Որջուրը այդպես բարձրացավ եզրաքարը, հա, հայերեն խոսենք, բարձրացավ, տենց թևը մտած երկու քայլ արեցինք, ասեց, «Էսիշ լավ տղա ես դու», սկսեց գովել ինձ եւ այլն, այսի պապիկ ջան, Աստծուն փառ, ես էլ նոր եմ հավատքի եկել, նոր եմ դարձի եկել, մտածեցի սա լավ առիթ է, որ պապիկին Աստծո մասին խոսեմ, այսի պապիկ ջան, Աստծուն փառ, հավատա ես այդպեսին չէի, Տեր Հիսուս իմ կյանքը փոխեց, ասեց, ինչ Հիսուս, ասի Հիսուսը մեր Տերը փրկիչ է եւ այլն, ասեց, «Էդի էնիա որ տակլոր կախված էր խաչի վրա», ասի հա պապիկ ջան, որ ինքը խաչի վրա կախված էր, մեկ ասեց, ես չեմ ուզում հավատալ այդ տակլոր խաչի վրա կախվածին, սենց ասեց, այսինքն ներես պապիկ ջան, բայց ինքը ձև տկլոր խաչի վրա ամոթալի մահով մեռավ, որ քեզ փրկի, ինձ փրկի։ Այ մարդկանց համար, շատերի համար այդ տկլոր մի հատ խաչի վրա այտենց անուժ, գիտեք, իրանք ուզում են հավատան Եհովային, այդ գերհզոր, ջարդող, փշրող, մի հատ այսպես բանել, բայց որ ասենք մեր նման մարդու նման եղավ, քաղց զգաց, հոգնեց, տարապեց, մարդու նման եղավ, կրեց նույն վշտեր, ինչ որ մենք կրեցինք, կարծում ենք, այդ թուլությունը այնիշ դա թուլություն չէր, դա Աստված հայտնություն էր խոնար մարմնի մեջ։ Անիկայի ամեն բան է առաջ էր եւ ամեն բան նրանով հաստատ կկենա։ Եվ անիկա է մարմնին, այսինքն եկեղեցին գլուխը, որ սկզբեն է մեռելներեն Անդրանիկը, որպեսզի ինքը լա ամեն բանի մեջ նախապատիվ։ Ինչու է նա միակ ու ճշմարիտ դեսպանը հոգևոր աշխարհից դեպի նյութական աշխարհ ուղարկված, դրա վառ ապացույցը նրա հարությունն է, որովհետև նա միակն է, որ կարողացել է առ այսօր միակն ու եզակին, որ կարողացել է հաղթել մահվանը։ Որևէ մեկը աշխարհիս վրա, որևէ մեկ մարգարե իշխանություն չունի մահվան վրա։ Մահը ամենահզոր թշնամին է մարդկության եւ նա տապալել է գերհզորներին, ինչպես այսօր էլ հիշատակեցի երեկվա տեղի ունեցածը։ Եվ շատ շատերին, ամենքին արքաներ, հզորներ, կայսրեր, այդ ես մեր խաչի վրա կախվածն էր, որ կարողացավ հարություն առնել։ Եվ նա է, որ հանդիսանում է միջնորդը
մեր Աստծո առաջ։ Վասնզի հայրը հաճեցավ, որ աստվածության բոլոր լեցունություն անոր մեջ բնակվի, եւ անով ամենքը հաշտեցնե իրեն հետ խաղաղություն ունելով խաչի վրա թափած իր արյունով, թե երկրի վրա եւ թե երկնքի մեջ եղողները։ Կարևոր փաստ արձանագրենք, որ նա է, որ հաշտեցնում է հոգևոր աշխարհը նյութական աշխարհի հետ։ Նա է այդ դեսպանը, նա է, որ գիտեք մի հրաշալի նկար է նկարել ժամանակին Միքելանջելոն, հավանաբար շատերից ծանոթ է, Ադամը ձեռքը մեկնած Աստծուն։ Եվ եթե ուշադրություն դարձնեք այդ նկարին, Աստված իր ձեռքը մեկնել է եւ Ադամն էլ փորձում է դիպչել նրան։ Բայց ուշադիր նայելու դեպքում կտեսնեք, որ նրանց մատերը չի կպտում իրար։ Եվ սա հատուկ ձևով է արված։ Միքելանջելոն, լինելով հավատացյալ եւ իմաստուն մարդ, ցույց է տալիս, որ այդ ձգտումը դեպի Աստված չի իրականանում եւ կա այդ բացը։ Հիսուս Քրիստոս եկավ այդ երկու մատները եւ այդ երկու ձեռքերը իրար միավորելու։ Նրա ձեռքերը բաց էին, որովհետեւ մի ձեռքով Հոր Աստծո ձեռքը բռնի, մյուս ձեռքով քո ձեռքը բռնի, իմ ձեռքը բռնի եւ հաշտեցնի երկինքն ու երկիրը։ Օրհնյալ լինի նրա սուրբ ու պատվական անունը։ Ամեն։ Աղոթենք։ Մեր փառավոր, պաշտելի, մեծարանքի ու երկրպագության արժանի մեր խոնարհված Փրկիչ Հիսուս Քրիստոս։ Բառերը չեն կարող արտահայտել մեր սրտի երախտագիտությունը այն ամենի համար, որ ես դու, որ ես մեզ համար, եւ այն ամենի համար, ինչ դու զգում ու ապրում ես մեզ համար, եւ այն ամենի համար, ինչ դու արել ես մեզ համար։ Քաղցր ու պաշտելի մեր Փրկիչ Հիսուս Քրիստոս, շնորհակալ ենք քո միջնորդության համար, որ դու քո խաչով մեղավոր աշխարհս հաշտեցրեցիր երկնայինի հետ, տերությունների, իշխանությունների, պետությունների, աթոռների եւ Հորը հետ։ Փառք ես Սուրբ Հոգի Աստված մեր, որ դու այս բաները ծածուկ ես սպահում աշխարհի իմաստուններից եւ անմիտներին ես հայտնում, միամիտներին ես հայտնում, Քրիստոսով մանուկներին ես հայտնում։ Ճանաչել տուր մեր հոր փառքը, որ աշխարհի փառքը մեր աչքին դառնա ոչինչ, որ մեր մղումներն ու մեր ձգտումները չլինեն այն ամենի, ինչը անցողիկ ու ժամանակավոր է, այլ այն ամենին, ինչը որ հավիտենական է, որ առաքյալի հորդորին հետևենք, որն ասում է վերին բաները փնտրեք եւ ոչ թե այս երկրայինները։ Սուրբ Հոգի Աստված բաց մեր հոգու աչքերը եւ մեզ տուր կամեցողություն, համոզիր քո խոսքով, հետևելու մեր միակ Փրկիչ Տեր Հիսուս Քրիստոսին, նրան լսելու, նրան ճանաչելու եւ նրան հնազանդվելու։ Խաղաղությունը շնորհիր քո զավակներին, նրանց պետքերն ու կարիքները քեզ հայտնի են, ով Տեր, քո ճոխության չափով այցելիր ու ողորմիր։ Քո տնօրենությանն ենք հանձնում այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շուրջը։ Ոչ այդքան հեռու։ Սպանված հարյուրավորներ, մարդիկ, որոնք որ չճանաչած Քրիստոս Հիսուսը հեռանում են այս աշխարհից։ Քո սուրբ այցելությունն եմ խնդրում ամեն մեկ մեղավոր հոգու։ Համոզիր, որ դարձի գան ու ապաշխարեն
ու հավիտենականություն ապահովեն, ինչպես եւ մենք։ Օրհնյալ ես դու հավիտյան դարերում մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս, քեզ վայել է տալ փառքը, պատիվը, իշխանությունն ու զորությունը։ Եվ հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը ձեզ հետ լինի, գնացեք Տիրոջ խաղաղությամբ։ Ամեն։